Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման Բաշապարյանի Սարդարապատի հերոսամարտի 107-ամյակների առիթով երեկո էր կազմակերպել։ 107 տարի առաջ այս օրերին ու ավելի վաղ Հայաստանը կանգնած էր երկրորդ ցեղասպանության հայրենազրկման վտանգի առաջ, բայց մեր այրերը քաղաքական կամք ցուցաբերեցին, համախմբվեցին, բռունցք դարձրին նաև ժողովրդին ու կյանքի մահու ճակատամարտերով փրկեցին մեր հայրենիքի վերջին պատառը, որը թուրք հրոսակները պատրաստվում էին յուրացնել։ Թուրքական կանոնավոր բանակը մտավ Ալեքսանդրապոլ, թվում էր թե ամեն ինչ վերջացած է, մեզ 12000 քառակուսի կիլոմետր տարածք են թողնելու, բայց 15-20 հազար զոհ տալով թուրքերը հետ շպրտվեցին։ 1918-ի դեպքերը ապացուցեցին, որ երբ քաղաքական այրերը կամք, ցանկություն են ցուցաբերում, ամենադժնդակ իրավիճակից անգամ հնարավոր է փրկել հայրենիքը։ Բաթումում մտածող բանակցություններում թուրքերը ստիպված եղան հաշտություն կնքել, թե բնավ դրա տրամադրվածությունը չունեին։ Բայց տեսնելով այդ հուժկու դիմադրությունը եւ հասկանալով, որ այդ դիմադրությունը հաղթարել իրատեսական չի, իսկ իրենց նպատակն էր նաեւ տիրել Հայաստանի երկաթուղուն եւ դրա միջոցով գնալ Բաքու, իրանք որոշեցին, որ ավելի լավ է բավարարվեն երկաթուղով եւ միառժամանակ հայերին հանգիստ թողեն։ Շատ դժվարագույն պայմաններում ցեղասպանության ճիրաններից մի կերպ փրկված վիճակներում կերտվեց առաջին հանրապետությունը։ Նա իսկապես փյունիկ էր, մոխիրներից հառնեց։ Այդ կամքն է անհրաժեշտ, որպեսզի հերոսական ու հավաքական ճիգ լինի։ Այն ժամանակվա իրադրությունը ուղղակի խայտառակ իրադրություն էր։ Երկրի կեսը գաղթականներ էին, սովյալներ էին։ Օրական 2000 մարդ մահանում էր սովից ու հիվանդություններից տարբեր տիպի։